մեզ կյանք, նրանով ապրում ենք ու կանք, Տերն է տալիս մեզ կյանք, նրանով ապրում ենք ու կանք, Տերն է տալիս մեզ կյանք, նրանով ապրում ենք ու կանք, Սուրբ ներկայության մեջ ով կա, սաղմոսներով գոհանա, ողորմածում է ձեն նա, Սուրբ ներկայության մեջ ով կա, սաղմոսներով գոհանա, ողորմածում է ձեն նա, ողջ մարդը քեզ Երբ գանք, խոնարհվենք մենք ու ծնկի գանք, Երբ իր առջև երբ գանք, խոնարհվենք մենք ու ծնկի գանք, Երբ իր առջև երբ գանք, խոնարհվենք մենք ու ծնկի գանք, Երբ իր առջև երբ գանք, խոնարհվենք մենք ու ծնկի գանք, Սուրբ ներկայության մեջ թող գանք, սաղմոսներով գոհանան, ողորմածում է ձեն նա It's
Հրաշագործ Աստված է, Հրաշագործ Աստված է, դու խոսում ես Աստծո, դու խոսում ես Աստծո, իմ մխիթարիչն ես, մխիթարիչն է, դու գործում ես իմ մեջ, դու գործում ես իմ մեջ, հրաշագործ Աստված է, Հրաշագործ Աստված է, դու խոսում ես Աստծո, դու խոսում ես Աստծո, իմ մխիթարիչն ես, մխիթարիչն է, դու գործում ես իմ մեջ, դու գործում ես իմ մեջ, Օ
զավակներ կտեսնեն փառքը երկնի ասացիր որ ամեն մարմնի վրա Սուրբ Հոգին կթափվի ու շնորհքի խոսքը քո թանկից համար կյանքից է արծաթից որ կրակով է փորձված ես գիտեմ
Thank you.
իսկական տոնական օր է։ Настоящий праздничный день. Գիտեք, սերն է սա այն տոներից է, Это один из тех праздников возлюбленных. Պենտեկոստերը նկատի ունեմ, Пятидесятница, я имею в виду. որ Տերն ասեց տոնել, Господь сказал праздновать его, որովհետև դա իր տոներից մեկն է։ потому что это один из его праздников. Սա Տիրոջ տոնն է։ Это праздник Господень. Եւ իհարկե И, конечно, մենք գիտենք Мы знаем. եւ այսօր նաեւ կասեմ, и сегодня я также որ скажу, Պենտեկոստեն что դա Пятидесятница տոն է, – это праздник, երբ որ Աստված ներգործում է когда Бог, Он действует քրիստոնյաների կյանքի в մեջ։ жизни христиан. Այդ տոնը ոչ թե եղել է 2000 տարի առաջ, Это не праздник, который только был 2000 лет назад, այլ այդ տոնը այսօր է տոն է մեզ համար, а этот праздник и сегодня праздник для нас, որովհետև ազդում է մեր կյանքերի մեջ потому что влияет на нашу жизнь եւ ներգործում է մեր կյանքերի մեջ։ и работает в нашей жизни. Իհարկե կան տոներ մարդկային, որ ազդեցություն են թողնում մարդու վրա, Конечно, есть праздники, которые они влияют на людей ու մի գերազանց լավ կարևոր տեղ են գրավում մարդկանց и կյանքի մեջ։ занимают важное место в жизни людей. Օրինակ ասեք, որ կարևոր է, չէ՞, քո ծննդյան օրը։ Например, твой день рождения, он же важен. Կարևոր օր է, Это важный день. ազդեցիկ օր է։ Это день, который Մարդը ասում է, влияет. իմ ծննդյան օրը չեմ սիրում։ Есть люди, которые говорят, я не люблю свой день рождения. Գիտես, ես չեմ սիրում, երբ որ իմ վրա շատ ուշադրություն կա, Я не люблю, когда много внимания. բայց իմ ծննդյան օրը ինչի պետքա չսիրեմ։ Но почему я не должен любить день своего рождения? Իհարկե, գիտեմ շատ մարդ դա էլ нկատի ունի, որ չի ուզում իր վրա շատ уշադրություն լինի։ Да, я понимаю, что многие люди, наверное, это имеют в виду, когда Բայց не կարևոր хотят օր է։ внимания, чтобы на них обращали Ովքեր որ много. ամուսնացած են, Но те, которые женаты, ասա որ քո ամուսնության օրը շատ կարևոր է քեզ, օր է скажи, քեզ что համար։ день твоей свадьбы, он важен для Ես тебя. քեզ կասեմ լավ էլ ազդել է քո վրա այդ И я օրը։ скажу, что этот день, он очень сильно даже повлиял на тебя. Եվ հնարավոր չի չազդի։ И невозможно, чтобы он не Որտեղ повлиял. կողքդ հայտնվում է մեկը, որ ընդհանրապես քո նման չի։ Потому что рядом оказывается тот, который совсем не такой, Ու как ты. դուրս է գալիս, որ դու նրա հետ մեկ ես։ И оказывается, что ты с ним единый. Ոչ հորդ կողմից էլ բարեկամ, ոչ մորդ кողմից, Ни со стороны матери, ни со стороны отца родственник. բայց մեծ ազդեցություն է թողնում քո վրա։ Но оставляет большой след на тебя. Ասա որ քո երեխայի ծննդյան օրը շատ կարևոր օր է։ Скажи, что день рождения твоего ребенка, он очень важный день. Էլ չեմ ասում թորների ծննդյան օրը։ Я уже не говорю о том, что день рождения Ինչքան внуков, մեծ ազդեցություն է թողնում насколько оно влияет պապիկ տատիկների վրա։ на дедушек и бабушек. Բայց ուզում եմ ասեմ Но хочу սերներ, сказать, возлюбленные, երանելի են ես ու դու, блаженны я и ты, որ մեր կյանքի վրա что на нашу жизнь ազդեցություն ունեն Տիրոջ տոները։ влияют праздники Господни. Ամեն։ Այսօր խոսելու եմ Պենտեկոստեի Сегодня я մասին։ буду говорить о Пятидесятнице. Հոգևոր կյանքում В духовной жизни գոյություն ունեն 3 կարևորագույն բաներ, существует три важных, наиважных, կարևորագույն իրադարձություններ քրիստոնյայի три կյանքում։ самых важных события в жизни христиан. Առաջինը սա է. Первое. Եթե մեկը քրիստոնյա է, Если кто-то христианин, նա պետք է ապաշխարի он должен покаяться եւ դարձի գա Տիրոջը։ и обратиться к Господу. Ցավոք սրտի շատ մարդիկ ասում են մենք քրիստոնյա ենք, Многие люди, к сожалению, говорят, я христианин. անգամ ազգեր ասում են մենք քրիստոնյա ենք, Или народы говорят, мы христиане. բայց կարևորը անունը չի, Но самое главное не имя, կարևորը ապաշխարելն է самое главное եւ покаяние դարձի գալ и Տիրոջը։ обращение к Господу. Այսինքն աշխարհից շրջվել То есть от мира եւ обратиться դառնալ Տիրոջը։ и повернуться к Господу. Երկրորդ կարևոր քայլը Второй важный шаг դա Տիրոջ հետ ուխտ կապելն է ջրի մկրտությունով։ – это заключение завета с Господом через крещение Ասեմ դες водой. ովքեր ջրով մկրտվել եք, Те, которые крестились в воде, դուք շատ կարևոր քայլ եք արել ձեր կյանքի вы մեջ։ сделали очень важный шаг в своей жизни. Եվ դա ազդելու է ձեր կյանքի И վրա։ оно будет влиять на вашу жизнь. Ամեն։ Аминь. Ովքեր որ ջրով մկրտված չեն, Те, которые не крещены в ես воде, քեզ քաջալերում եմ։ я тебя вдохновляю, Վադուշլայո։ Քո Տիրոջ հետ ուխտ կապի։ чтобы ты со своим Господом заключил Եվ завет. դու կտեսնես Տիրոջ нոր գործը քո կյանքի մեջ։ И ты увидишь дело Божье новое в твоей Եթե жизни. կան այստեղ մարդիկ, Если есть люди здесь, որ ապաշխարած չեն, которые еще не դու покаялись, իրապես չես ապաշխարել։ ты еще не покаялся, Դու հավատացել ես ты верил Աստծուն։ Богу. Այսօր խնդրում եմ քեզ, Я прошу тебя сегодня, երբ որ ես կանչեմ առաջ, когда я буду призывать вперед մանավանդ выходить, ովքեր որ առաջի անգամ են, особенно тех, которые впервые, կխնդրեմ որ գաս սիրելիս։ я попрошу тогда, Եվ чтобы մենք ты вышел, միասին Տիրոջը հանձնենք մեր կյանքերը, и чтобы мы вместе свою жизнь отдали Господу. որովհետև դրանից է սկսում Տիրոջ գործը քո կյանքի Потому մեջ։ что с этого начинается дело Божье в твоей жизни. Ովքեր ապաշխարած են, թող ասեն ամեն։ Те, которые покаялись, скажите аминь. Մենք գիտենք ինչ եղավ, երբ որ մենք ապաշխարեցինք։ Мы знаем, что с нами произошло, когда мы Գիտեք այս покаялись. երկուսն էլ И эти двое, Հիսուսի աշակերտները այս երկու բանն էլ эти две вещи Հիսուսի աշակերտները արել էին։
Ученики Иисуса, они это совершили. Նրանք որոշել էին Հիսուսի հետևից գնան, Они решили следовать за Иисусом. թողել էին ամեն բան, Они оставили все. եւ իրանց նպատակն էր Հիսուսի Их հետևից цель գնալը։ была следовать за Иисусом. Եվ նաեւ И также նրանք նվիրվել էին Հիսուսին они себя посвятили Иисусу եւ ջրով էին и մկրտվել։ крестились в воде. Բայց Հիսուսը ասեց, Но Иисус сказал, երբ որ պետքա գնար այս когда երկրից, должен был уйти с этой ասեց земли, երրորդ բանն է կա, и Он сказал, есть еще третий որ шаг, ձեր կյանքի մեջ պետք է կատարվի։ который в вашей жизни должен произойти. Եվ դա գրված է Գործ Կարաքելոց առաջի գլխում։ И это написано в Деянии апостолов 1 главе. Սա այն պահն է, երբ որ Հիսուսը արդեն աշակերտների դեմից պետք է համբարձվեր երկինք։ Это тот момент, когда Иисус перед учениками должен был вознестись на небо. Երանի իրանց աչքերին որ դա տեսան։ Блаженны их очи, которые увидели это. Բայց երանել են ես ու դու, Но блаженны я и ты, որ Աստծո խոսքն ասում է, что Слово Божие որ говорит, այդ нույն ձևով կտեսնենք նրան գալուց что երկնքից։ точно так же мы его увидим, сшедшего с неба. Փառք Աստծո։ Слава Բայց Богу. տեսեք ինչ ասեց Հիսուսը աշակերտներին։ Но смотрите, что Иисус говорит ученикам. 4-րդ խոսքը։ 4 стих. Եվ նրանց միասին հավաքված ժամանակը պատվեր էր տալի նրանց Երուսաղեմիցը չերանալ, այլ սпасեն հոր ավետիքին, որ ասեց ինձանից լսեցիք։ И собрав их, он повелел им: не отлучайтесь из Иерусалима, но ждите обещанного от Отца, о чем вы слышали от меня. Որովհետև Հովանեսը հիրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Ибо Иоанн скрестил вас водою, а вы через несколько дней после сего будете крещены Духом Святым. Ամեն։ Հիսուսը ասեց. Иисус сказал: Այո դուք ինձ հավատացել եք, да, вы мне поверили. Հովանեսը ձեզ ջրով մկրտել է։ Иоанн вас крестил в воде. Եղել է այնց հարցում են ասում են, իսկ Հիսուսի աշակերտները ջրով մկրտված էին թե ոչ։ Иногда меня спрашивают, а ученики Иисуса были крещены в воде или нет? Այստեղ Հիսուսը ասում է, որ Здесь նրանք Иисус говорит, մկրտված что они էին։ были крещены в воде. Այնպես է հանգիստ եղեք դրա Поэтому մասին։ будьте спокойны в этом Անհոգ вопросе. եղեք դրա մասին։ Не беспокойтесь за это. Բայց Հիսուսը ասեց. Но Иисус сказал, Հովանեսը ձեզ ջրով մկրտեց, Иоанн воскресил в воде, բայց դուք Սուրբ Հոգով պետք է но մկրտվեք։ вы должны быть крещены Духом Святым. Եվ գիտեք ինչի համար, Но знаете для чего? որովհետև նպատակ ուներ, Потому что была цель, որ աշակերտները գնան чтобы ученики եւ шли ավետարանը տարածեն։ и распространяли 8-րդ Евангелие. խոսքում ասում В է. 8 стихе Բայց говорит, դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը։ но вы примите силу, когда сойдет на вас Дух Святой, и будете мне свидетелями в Иерусалиме и во всей Иудее, и Самарии, и даже до края земли. Նա խոսում էր հրեաների Он հետ, говорил с иудеями, դրա համար ասում էր նրանց տարածքների и մասին։ поэтому он говорил об их территориях. Եթե այսօր լիներ, Если бы это было сегодня, Иисус կասեր, Иисус бы сказал, դուք զորություն вы կառնեք, примите силу, որպեսզի իմ վկաները լինեք чтобы быть свидетелями моими Մոսկվայում, в Москве Ռուսաստանում, в России Հայաստանում в Արմենիի եւ մինչև աշխարհի и ծայրերը։ до конца земли. Ամեն։ Ամեն։ Ինչու համար էր պետք որ Սուրբ Հոգով մկրտվեին։ Почему нужно было, чтобы мы крестились Духом Святым? Հիսուսը ասել էր, որ Սուրբ Հոգին գալու է։ Иисус сказал, что придет Дух Святой. Եվ հիշեցրեց իր И աշակերտներին։ напомнил ученикам. Ասեց ես հիմա գնում Он եմ, говорит, я сейчас иду, բայց դուք գնացեք սпасեք։ но вы идите и ожидайте. Այն խոստումը, որ ես ասել եմ, գալու է То обетование, которое я сказал, будет. եւ ձեզ մկրտելու է։ И Он крестит вас. Ինչ է նշանակում մկրտել։ Что означает крестить? Երբ որ ջրով ենք մկրտում, Когда водой крестимся, մարդիկ ջրի մեջ են մտնում люди, они входят в воду. եւ իհարկե դուրս են գալիս։ И, конечно, оттуда выходят. Բայց երբ որ Սուրբ Հոգով են մկրտում, Но когда мы крестимся Духом Սուրբ Հոգին քեզ Святым, ծածկում է, Дух Святой, Он тебя Սուրբ Հոգին покрывает, քեզ լցնում է, Он тебя Սուրբ наполняет, Հոգին քեզ վերցնում է։ и Он тебя берет. Ամեն։ Ամեն։ Սա է մկրտությունը։ Вот что означает Եվ креститься. Հիսուսը ասեց Иисус сказал աշակերտներին, ученикам, ասեց դուք ջրով мկրտվել եք, Он говорит, вы крестились водою, շատ լավ եք արել։ вы очень хорошо Ինձ сделали. հավատացել եք, դրա համար եք մկրտվել։ Вы поверили мне, поэтому Բայց крестились. այսօր պետքա դուք սпасեք, Но сегодня вы должны որ ожидать, Սուրբ Հոգին գա ձեզ վրա։ что придет Дух Святой. Եվ գիտեք Հիսուսի ասածը կատարվեց։ И то, что сказал Иисус, произошло. Գործ Կարաքելոց 2-րդ գլխում Деяние 2 глава, 1-ից 4-ը կկարդամ։ с 1 по 4 Եվ стихи. երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ При наступлении Дня Пятидесятницы все они были единодушно вместе. Պենտեկոստե հունարեն նշանակում է 50 օր, այսինքն Հիսուսի հարությունից հետո 50 օր էր անցնելու։ В греческом Пятидесятница также означает слово 50 дней, то есть с воскресения Иисуса прошло 50 дней. Եվ հանկարծակի երկնքիցը մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց բոլոր տունը, ուր որ նստած էին։
И внезапно сделался шум с неба, как бы от несущегося сильного ветра, и наполнил весь дом, где они находились. Եվ երևեցան նրանց բաժանվեց լեզուներ, ինչպես կրակից եւ նստեց նրանց ամեն մեկի վրա։ И явились им разделяющие языки, как бы огненные, и почили по одному на каждого из них. Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր И տալիս։ исполнили все Духа Святого и начали говорить на иных языках, как Дух давал им провещевать. Հալելույա։ Հալելույա։ Գերբնական մի գործ կատարվեց իրենց, Произошло сверхъестественное. որը կատարվեց Հիսուսին հավատացողների հետ։ Произошло с теми, кто верили в Иисуса. Իրականում հավատացյալ մարդը В действительности верующий բացի человек, այն, որ Հիսուսին հավատացել է, кроме того, что он поверил Иисусу, նա կարիք ունի он եւ нуждается պետք է лծվի Սուրբ и Հոգով, должен исполниться Духом Святым. որովհետեւ առանց Սուրբ Հոգով Потому լծվելու что без исполнения Духом Святым հավատքը միայն ուղեղի մակարդակի вրա է մնում։ вера остается только на уровне разума. Այսօր շատ մարդիկ կան, Сегодня много людей որ есть, ուղեղով ուզում են վերլուծել которые хотят в разуме просто исследовать Աստծո գործերը, дела Божьи, Աստծո արած բաները, то, что Бог ուզում են сделал, Աստծոն ուղեղով հասկանալ, хотят Бога разумом понять, Աստծո խոսքը ուղեղով հասկանալ։ Слово Божье понять разумом. Սերնես ուզում եմ ձեզ ասեմ, Хочу сказать, возлюбленные, Քրիստոսին իրական վերապրելու համար քո կյանքում для того, чтобы Иисуса пережить реально в своей жизни, նրա ճշմարտությունով լցվելու համար, чтобы исполниться Его истиною, մեղքից ազատ լինելու համար, для того, чтобы быть свободными от греха, նրան նմանվելու համար, для того, чтобы быть подобными Ему, անհրաժեշտ է լցվել Սուրբ Հոգով։ необходимо исполниться Духом Святым. Ասում են հասկանամ նոր հավատամ։ Говорит, я хочу понять, потом поверить. Այդպես չի աշխատում։ Так не работает, Պետք է возлюбленный. հավատաս, հետո կհասկանաս։ Нужно сначала поверить, а потом ты Ոնց поймешь. առանց հասկանալու հավատամ։ Как вот без понимания, осознания поверить? Այո։ Да. Ինչպես դա կարող է Как это լինել։ может быть? Սերես չէ որ ես չեմ ասում ինձ հավատա։ Ведь я не говорю мне поверить. Եթե ասեի ինձ հավատա, Если бы я сказал мне поверить, ճիշտ կանեիր որ ասեիր ուզում եմ քեզ ճանաչեմ, нոր քեզ հավատամ։ ты бы правильно сказал, если бы ты сказал, сначала хочу тебя познать, потом Բայց երբ որ поверить. Աստված է ասում, Но когда Бог говорит, որ իրան հավատամ, чтобы Ему որը поверили, մեզ ստեղծել է, который нас сотворил, որը մեզ սիրում է, который любит нас, որը ամեն բան արել է մեզ который համար, все сделал для եւ нас երկինքն է պատրաստել մեզ и համար։ приготовил небеса для Անկամ нас. եկավ մարմնով եւ մեզ համար Он խաչվեց։ пришел в теле и умер нас на Սիրելիս кресте. նրան արժե հավատալ առանց մտածելու։ Ему стоит поверить, даже не думая. Ամեն։ Аминь. Եթե իհարկե չես հավատում, որ մարդը կապիկից է ելել։ Если, конечно, ты не веришь, что человек от обезьяны произошел. Ոչ երանելի այն մարդը, որ հավատում է, որ մարդը կապիկից է ելել։ Неблаженны те люди, которые верят, что человек от обезьяны произошел. Աշակերտները հավաքված էին։ Ученики были собраны, Նրանք հավատացյալ էին։ они были верующими, Ջրով մկրտված էին սիրելիս։ крещенные в воде. Եվ Հիսուսը նրանց ասում է. Иисус сказал им, Երբ որ ես գնացի, когда я пойду, դուք իմ հետևից չեք գա, вы за мной не пойдете, որովհետև տեսավ, потому что увидел, որ հարություն առնելուց հետո что после воскресения Պետրոս ասեց, ես գնում եմ ձուկ բռնելու։ Петр сказал, я пойду ловить рыбу. Մի 6 հոգի նրա հետ միաբանվեցին, ասեցին մենք էլ ենք И գալիս։ еще человек 6 с ним пошли. Ու Հիսուսը հարություն առնելուց հետո գրված է 40 օրվա մեջ աշակերտներին հայտնվեց։ И написано, что после воскресения Иисус, он 40 дней являлся ученикам. Փաստորեն մարդը կարող է Աստծո հրաշքները տեսած լինի, То есть человек может видеть чудеса Божьи, իր ականջով լսած լինի Հիսուսի խոսքերը слышать своим слухом об Иисусе, слова եւ հետո Иисуса, մոռանա, որ պետք է ինքը Հիսուսի հետևից и գնա։ потом забыть, что нужно следовать за Иисусом. Բայց Հիսուսը ասեց. Но Иисус сказал, Ես գնում եմ, я пойду, ձեզ որբ չեմ թողնի, вас не оставлю сиротами, մխիթարիչը կգա։ отправлю вам Եվ երբ որ նա ձեզ утешителя. լցրեց, И когда он вас исполнит, ճշմարտությունը ձեզ կհայտնի он явит вам истину եւ կսովորեցնի и научит, եւ կառաջնորդի։ и будет вести. Ամեն։ Аминь. Փառք Աստծո։ Ու Слава դա Богу. կատարվեց։ И это произошло. Գերբնական բան։ Միթե դա Сверхъестественно. գերբնական չի։ Разве это не Որ сверхъестественно? հрեաները նստած Что иудеи, сидя, սկսում են տարբեր լեզուներով խոսել։ начинают говорить разными Այնտեղ языками. տարբեր ազգեր И կային, там были разные народы, որովհետև տոն էր։ потому что был праздник. Եվ այդ բոլոր ազգերը ասում են մենք մեր լեզվով լսում ենք նրանց И խոսելիս։ эти народы говорят, что мы слышим их говорящими своими языками. Հալելույա։
Միթե դա գերբնական գործ չի։ Разве это не Դա сверхъестественно? ուղեղի գործ չի։ Это не дело ума. Այսօր ուզում եմ ասեմ սիրելիս։ Сегодня хочу Եթե сказать, ուզում ես Սուրբ Հոգով լցվել, если хочешь исполниться Духом դա Святым, թարիր քո մտքին վստահելը։ перестань надеяться на свой Քո разум. մտքին վստահի բնական բաների համար։ На свой разум надейся на материальном, на Բնական естественных կյանքի вещах, համար։ на естественной жизни, Բայց в Աստծուն естественной. վստահելու համար Но для того, чтобы надеяться на քո Господа, մտքի վրա քո հասկացողությանը մի վստահի, не надейся на свое мышление и разум, այլ վստահի նրան но надейся на եւ того, դու կլցվես Սուրբ Հոգով։ и ты исполнишься Духом Եվ Святым. նրանք սկսել էին օտար լեզուներով И они խոսել։ начали говорить языками Այսօր иными. շատ հավատացյալներ կան այստեղ, Сегодня много верующих здесь, հենց այստեղ էլ, именно здесь, որ Սուրբ Հոգով լցված են которые исполнены Духом եւ Святым օտար լեզուներով խոսում и են։ говорят на Բայց языках ուզում եմ иных. քեզ ասել, Но я хочу сказать тебе, եթե այստեղ մարդիկ կան, որ если դու здесь есть люди, լցված ես Սուրբ Հոգով, ты исполнен Духом Հիսուսին Святым, ընդունել ես, ты принял Иисуса. որովհետեւ եթե ընդունել ես նրա հոգին արդեն քո մեջ է, Потому что если ты принял Его Дух уже բայց в դու тебе, չես մկրտվել но նրանով։ ты еще не крестился им, Այսօր աղոթք ենք անելու քեզ сегодня համար։ будем молиться за тебя. Ամեն։ Որովհետեւ դա գերբնական զորություն է։ Потому что это сверхъестественная Ու сила. պատկերացեք աշակերտներին։ Представьте, ученики, Աշակերտները պահկված էին, ученики, они скрылись, որովհետեւ գիտեին, потому что որ знали, Հիսուսի հետևորդներին ման են գալիս, что они ищут тех следователей Иисуса, որպեսզի սպանեն նրանց։ чтобы их погубить. Բայց երբ убить. որ Սուրբ Հոգին նրանց վրա Но իջավ, когда Дух Святой сошел на них, նրանք դուրս եկան, они вышли, եւ Պետրոսը սկսեց քարոզել։ и Петр начал проповедовать. Եվ գիտես Պետրոսը И знаете, Петр, դուրս չէր եկել տխուր он քարոզելի։ не вышел просто грустно Օ проповедовать. ժողովուրդ, Вот народ, նա ով որ եկել էր, те, кто, դուք тот, кто նրան пришел, չհավատացիք, вы в него не поверили, խաչեցիք նրան, вы его распяли, բայց նա հարություն но առել։ он воскрес. Ոչ երներս։ Нет, возлюбленные. Աստծո խոսքը ասում Слово է, Божье որ նրանք говорит, մկրտվեցին Սուրբ Что Հոգով, они крестились Духом Святым, լեզուներով խոսում էին, говорили եւ языками, այնպես էին իրանց и պահում, так себя вели, որ մարդիկ նայում էին ասում են սրանք հարբած են։ что люди смотрели на них и говорили, они пьяны. Ով է տեսել հարբած մարդ։ Кто видел пьяных людей? Կյանքում ով է տեսել հարբած Кто մարդ։ видел людей пьяных? в Ո՞ս жизни? է ինքը իրան պահում։ Как он себя ведет? Ցույց չեմ տա։ Не буду показывать. Չսպասես։ Не ожидай. Մեկ հիշի լավ հարբած մարդու։ Вспомни человека, который пьян. Նույնիսկ նա որ ասում է ես ինչքան էլ խմեմ, ինձ նորմալ եմ պահում, ինքը իրան նորմալ չի պահում։ Даже тот, кто говорит, я если буду даже много пить, себя нормально буду Մաքսիմում вести. կռիվ չի անում, Он максимум не подерется, но себя нормально բայց ինքը ведет. նորմալ չի։ Но он ненормально себя ведет. Ինքը այսպես է Он քայլում, вот так вот ходит, ձայնը բարձրանում է, у него голос повышается. չնայած լուր խմողներ էլ են լնում, Хотя есть те, которые բայց пьют и լռությանը молчат. դեմքն է ծռվում, Но у них лицо меняется. բայց ուզում եմ քեզ ասեմ, Но хочу сказать, նրանք լցվել էին ուրախությունով, они были наполнены радостью. որը խմիչքը կեղծ ուրախությունով է лցնում, И мы знаем, что спиртное, оно наполняет лживой радостью. եւ ամեն հաճույքներ այս կյանքի, И все, որ մեղք են, все, что грех в этой жизни, կարծես թե ուրախություն են они պատճառում, как будто причиняют радость, բայց դա խապկանք է սիրելիս։ но это обман. Աստծո խոսքն ասում Слово է. Божье говорит, Մի արփենակ գինով այլ լցվեք Սուրբ Հոգով։ не исполняйтесь Վինոմ։ вином, но исполняйтесь Духом Святым. Ամեն։ Եվ նրանք լցվել են Սուրբ Հոգով И они были исполнены Духом, եւ հարբած дурս էին եկել։ и они пьяные оттуда вышли. Շատերը ինձ լուրջ են նայում։ Многие так внимательно Ոնց смотрят, Սուրբ Հոգին հարբացնում է։ как Дух Святой Он делает пьяными. Ես քեզ կասեմ, հենց իսկական հարբացնողը Սուրբ Հոգին է սիրելիս։ Тот, кто истинно опьяняет, это Дух Святой. Գիտես ինչ է անում։ Знаете, что Он делает? Վերցնում է քո մարդկային էությունը, Он берет твое естество դուրս արի այդ человеческое, ուղեղիցդ, и Он выводит тебя из разума տրվիր ինձ։ и говорит, отдайся Ու мне, դու կտեսնես ես քեզ հետ ինչ и կանեմ ты увидишь, что я с тобой сделаю, եւ քո միջոցով ինչեր կանեմ։ и через тебя что буду делать. Գիտես, պաշտոնական քրիստոնյա լինելը, Быть христианином, который административный такой։ Կյանք չի տալիս։ это не дает жизни. Երբ որ դու լցվում ես Սուրբ Հոգով, Когда ты исполняешься Духом Святым, Սուրբ Հոգին քեզ ոնց ասես դու այդ ձևել անում ես։ как говорит Дух Святой, ты так и поступаешь. Դու ձեռքերդ բարձրացնում ես ոչ թե նրա համար բոլորը Ты բարձրացնում են։ руки поднимаешь не потому, что все Դու поднимают. թրջկոտում ես Աստծո առաջ ոչ թե նրա համար, որ ինչ որ մեկը թրջկոտեց։ Ты прыгаешь не потому, что кто-то прыгает перед Դու Богом. երգում ես Տիրոջը ոչ թե նրա համար, որ պետք է երգել, Ты поешь Богу не для того, что просто нужно այլ դու петь, ուզում ես երգել, а ты хочешь петь. այլ դու ուզում ես Ты թրջկոտել։ хочешь перед Ним плясать. Չեմ ասում միշտ թրջկոտում ենք, Я не говорю, что мы всегда եւ չեմ прыгаем ասում перед միշտ Ним երգում ենք, и что мы всегда поем. բայց քո ներսը Но внутри тебя կյանք կա։
есть жизнь, եւ նրանց մեջ կյանք էր եկել։ и в них пришла Ու жизнь. գիտեք ինչ И կատարվեց։ знаете, что Պետրոսը произошло? դուրս եկավ, Петр вышел, համարցակ քարոզեց։ он смело Եվ մենք проповедовал. տեսնում ենք, И мы видим, որ երեք բանն էլ что все три вещи, կատարվեց աշակերտների կյանքի մեջ։ они произошли в жизни учеников. Երբ որ Պետրոսը քարոզեց, Когда Петр проповедовал, ուզում եմ քեզ ասեմ սիրելիս, хочу сказать тебе, եթե возлюбленный, կարդաս ամբողջ քարոզը если ты Պետրոսի, прочитаешь всю проповедь Петра, խորհուրդ եմ տալիս Գործ Կարաքելոց երկրորդ գլուխը գնաս կարդաս։ советую тебе прочитать Деяния 2 Դու главу. կտեսնես Ты սիրելիս, увидишь, возлюбленный, որ ամբողջ իր падգամը, что вся его проповедь, գիտես ինչի մասին է, знаете о чем? Աստծո երրորդության մասին։ О триединстве Бога. Նա խոսում է Արարիչ Աստծո Он մասին, говорит о Боге Творце, խոսում է Հիսուսի գալստյան говорит о մասին, пришествии որ Иисуса, այդ նա փրկիչներ что Он Спаситель, եւ խոսում է, и որ говорит, մարդիկ чтобы люди, անգամ մինչև Հիսուսը что даже люди до լցված Иисуса էին Սուրբ Հոգով были исполнены եւ Духом դա Святым. Քրիստոսի հոգին էր։ И это Дух Христа. Եվ այդ հզոր քարոզից հետո И после этой сильной проповеди 3000 հոգի 3000 человек ապաշխարեցին։ покаялись. Եւ տեսեք նրանք ինչ ասեցին։ И смотрите, что они сказали Սա քարոզից հետո է։ после проповеди. Գործ этого. Կարաքելոց երկրորդ գլուխ Деяния 2 глава, 37 խոսքը։ 37 Եվ стих. երբ որ այս լսեցին, իրանց սրտերում զղջացին եւ ասեցին Պետրոսին եւ մյուս առաքյալներին. Ինչ անենք մարդիկ եղբայրներ։ Услышав это, они умилились сердцем и сказали Петру и прочим апостолам, что нам делать, мужи и братья? Պետրոսն էլ նրանց ասեց. «Ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»։ Петр же сказал им, покайтесь и докрестится каждый из вас во имя Иисуса Христа для прощения грехов и получите дар Святого Ինչ Духа. առաջարկում Պետրոսը Что սիրելիներս։ Петр предлагает? Նորից 3 бան։ Три вещи. Ապաշխարեք, Покайтесь, մկրտվեք Քրիստոսի մեջ, креститесь во Христе, որը հաստատվում է ջրի մկրտությունով։ который утверждается через водное Գիտես крещение. մարդը կարող է իր կյանքը տա Հիսուսին, Человек может отдать свою жизнь ինչ որ մի Иисусу ժամանակ հետո մկրտվի, и через некоторое время креститься, ջրով մկրտվի։ водою Բայց креститься. կարևորը որ дու քո կյանքը տալիս ես Но Հիսուսին, самое главное, что ты свою жизнь отдаешь Ապաշխարում Иисусу. Каешься, Քրիստոսի մեջ ես մկրտվում, входишь, крестишься во եւ երրորդ բանը Христа. И ասեց третье, Սուրբ Հոգու պարգևը կընդունեք։ ты принимаешь дар Святого Духа. Եղել է որ մարդիկ են եղել ինձ ասել են, Было так, что люди говорили мне, իսկ անպայման է Սուրբ Հոգով մկրտվել։ обязательно, чтобы я крестился Духом Святым. Ես մարդ ա եղել հեգնանքով ասել, Были люди, которые говорили с презрением, с насмешкой. ինձ անպայման է մկրտվեմ։ Мне обязательно нужно Այդ ձևի креститься. մարդուն ասում եմ, Такому человеку я говорю, քեզ անպայման չի։ тебе не обязательно. Բայց այն մարդը, Но тот человек, որը ուզում է գնա Աստծո հետևից, который хочет следовать за Богом, որը ուզում է Քրիստոսի վկան լինի այս կյանքում, который хочет быть свидетелем Иисуса на Հիսուսը земле. ասեց. Иисус сказал, Դուք զորություն կհագնեք, вы примете силу, որ գնաք իմ վկաները լինեք։ чтобы идти быть моими Ուզում եմ свидетелями. քեզ ասեմ սիրելիս, Хочу сказать тебе, եթե դու возлюбленный, այդ մարդն ես, если ты этот человек, քեզ անպայման է Սուրբ Հոգով լցվել։ тебе нужно обязательно креститься Եվ Духом Святым. մկրտվել, И креститься, եւ Սուրբ Հոգով լցվել։ и исполниться Духом. Շատ մարդիկ կան, Многие люди есть, որ մկրտվել են Սուրբ Հոգով, которые крестились Духом, բայց Քրիստոսի վկա դադարել են լինել։ но перестали быть свидетелями Иисуса. Գիտես ինչի համար է Знаете, սիրելիս, почему он говорит? ինչի համար է Աստված լցրել քեզ իր հոգով, Почему Бог исполнил тебя своим Духом? որպեսզի դու նրա վկան լինես։ Чтобы ты был Его свидетелем. Ոչ միայն քո խոսքով, Не только словом, այլ քո կյանքով но и жизнью, եւ սկսած քո տնից, начиная с дома твоего. որ քո տնեցները ասեն, Чтобы твои домашние сказали, իրապես ինքը Քրիստոսի վկան է, он действительно свидетель Иисуса. on Էլիանա։ Իրապես Действительно, ինքը ներկայացնում է Հիսուսին։ он представляет Որ Иисуса. չլինի այնպես, Чтобы не было որ так. մարդիկ կան ասում են, Люди есть, которые говорят, հիմնականում դա ասում են նրանք, ովքեր իրենց կյանքը չեն տվել в Հիսուսին։ основном это говорят те, которые свою жизнь не Ասում отдали են, բայց ո՞նց է Иисусу. ինքը ասում եք Սուրբ Հոգով լցված է, բայց ինքը էս անում։ Говорят, вот как вы говорите, что он исполнен Духом, но он делает то-то, то-то и то-то. Իհարկե դա շատ վատ է։ Конечно, это все плохо. Իհարկե ես չեմ ասում, որ նա որ իր կյանքը չի տվել Հիսուսին կարող է դատապարտել հավատացյալին, Конечно, я не говорю о том, что тот, кто не отдал свою жизнь Иисусу, может осуждать верующих. բայց ես ուզում եմ ասեմ, Но я քեզ, хочу сказать, մենք լցվել ենք Սուրբ Հոգով, мы սիրելիս, исполнились Духом Святым, որպեսզի իրան ներկայացնենք чтобы Его представлять ամենտեղ, во всяком месте. ամենտեղ, Во всяком месте. որովհետև Սուրբ Հոգով լցվելու նպատակը Потому что цель исполнения Духом Святым պետք է լինի կյանքի փոփոխությունը։
должна быть изменение жизни. Պետք է կյանքդ փոխվի։ Должна жизнь измениться. Գիտես ինչ արեց Սուրբ Հոգին։ Знаете, что сделал Дух Եկավ Святой? վերցեց առաքյալներին, Он пришел, взял апостолов. ասեց այդքան խելացի եք, Он говорит, вы настолько умные, որ վեր եք լուծում հիմա, что вы сейчас рассуждаете, որ մտածում եք դե ուզում եք ես արքայություն հաստատեմ, բայց ես մեռա ու հարություն առա, что вы думали, что я должен утвердить царство, но я умер и воскрес. հիմա ձեր լեզվով չեք խոսելու։ И вы сейчас не будете говорить своими языками. Գիտես ես մի Своим անգամ языком. հարցում եմ, ասում եմ, Տեր Աստված, բայց ինչ անպայման էլ ուրիշ լեզուներով խոսեն։ И я думаю, Господи, а для чего обязательно говорить на другом языке? Եվ հասկանում եմ մի բան։ И я понимаю одно. Ամենագլխավոր նպատակը սա է։ Самая главная цель. Աստված ուզում է, Бог хочет, որ քո մտքից դուրս գաս, чтобы ты вышел со своего разума, լծվես իրանով исполнился им եւ խոսես իր լեզվով։ и говорил на его языке. Եվ դա զորություն ասրել И է։ это есть сила. Դա կրակի լեզուներ է, Это огненные языки, որից գազանի պես սատանան սարսափում է։ от которого дьявол просто в Как бешенстве, зверь. как зверь убегает. Նա սարսափում է դրանից։ Он боится этого. Հիշի սիրելիս։ Երբ որ Помни. դու աղոթում ես Սուրբ Հոգով, Когда ты молишься на иных սատանան языках, սարսափում է այդ лեզուներից։ дьявол, он просто убегает, он в бешенстве и боится. Դա շատ կարևոր է սիրելիներս։ Это очень важно. Նայեք Գործք առաքելոց 8-րդ գլխում։ Деяния апостола, 8 Կային глава. անկեղծ հավատացյալներ այստեղ։ Անկեղծ հավատացյալներ կային այստեղ։ Там были искренне верующие. 14 խոսքից եմ կարդալու։ 14 стиха буду читать. Եվ երբ որ Երուսաղեմ լինող առաքյալները լսեցին, թե Սամարյան Աստծո խոսքը ընդունեց, Պետրոսին եւ Հովանեսին ուղարկեցին նրանց մոտ։ Находившиеся в Иерусалиме апостолы, услышав, что самаряне приняли Слово Божие, послали к ним Петра и Иоанна. Կային մարդիկ, ովքեր Աստծո խոսքը ընդունել էին։ Были люди, которые приняли Слово Եվ Божие. առաքյալները իմանում են, И апостолы узнают ասում են, եկեք Պետրոսին Հովանեսին уղարկենք и говорят, այնտեղ։ давай Петра и Иоанна отправим туда. Ինչու? Для чего? Տեսեք ինչու։ Смотрите, для чего. Որովհետեւ որոնք իջան եւ աղոթ քարին նրանց վրա, որ Սուրբ Հոգին առնեն։ Который, придя, помолился о них, чтобы они приняли Духа Святого. Այսինքն առաքյալները То есть апостолы, նպատակ ունեին, у них была цель, որ այդ հավատացյալ մարդիկ чтобы эти верующие люди Սուրբ Հոգով էլ լցված լինեն։ были исполнены Духом Դրա Святым. համար Պետրոսին Հովանեսին уղարկեցին։ Поэтому отправили Петра и Иоанна. Որովհետև դեռ նրանցից ոչ մեկի վրա չէր իջել, միայն Տեր Հիսուսի անունով մկրտված էին։ Ибо он не сходил еще ни на одного из них, а только были они крещены во имя Господа Иисуса. Պաստորեն ջրով էլ էին մկրտված։ То есть они были в воде крещены Իրենց կյանքները հանձնել էին Տիրոջը։ и свою жизнь отдали Господу. Այն ժամանակ ձեռքերը դրին նրանց վրա եւ նրանք ընդունում էին Սուրբ Հոգին։ Тогда возложили руки на них, и они приняли Духа Святого. Այսօր երբ որ առաջ կանչեմ նրանց, ովքեր օտար лեզուներով չեն աղոթում, Сегодня, когда я призову вперед тех, которые не молятся на иных языках, ես կանչելու եմ նրանց, я буду звать тех, ովքեր ուզում են իրենց կյանքը տան Հիսուսին которые хотят свою жизнь отдать եւ Иисусу. ովքեր ուզում են Քրիստոսի վկաները լինեն այս И те, կյանքում, которые хотят быть свидетелями Иисуса, որպեսզի Աստված էլ նրանց կյանքի մեջ ներգործի։ чтобы Бог и в их жизни действовал. Եվ ես ձեռք եմ դնելու Я սիրելիներս возложу руки եւ խնդրելու եմ, որ Աստված լցնի ձեզ и попрошу, чтобы Господь вас исполнил իր Սուրբ Հոգով։ своим Духом Святым. Պաստորեն դա շատ կարեւոր էր։ То есть это очень важно. Մարդը հավատացել էր, մարդիկ Люди հավատացել поверили, են, ջրով մկրտվել են, они крестились в բայց воде. հատուկ մարդ են ուղարկում առաքյալներից, Но апостолы специально отправили որ людей, նրանց վրա ձեռք դնեն чтобы на них возложили եւ նրանց руки, Սուրբ Հոգով մկրտվեն։ и они крестились Духом, Ընդունեն Սուրբ Հոգին։ приняли Духа. Հալելույա։ Փառք Աստծուն։ Սուրբ Հոգին Дух Святой, ընդունելու համար для того, чтобы принять Духа Святого, անհրաժեշտ է ու բավական է սիրելիներս։ необходимо и достаточно Լինել ապաշխարած быть покаявшимся եւ մկրտված Հիսուս Քրիստոսի անունով։ и крещенным во имя Иисуса. Անկամ եթե դեռ չես հասցրել ջրով մկրտվել, Даже если ты не успел в воде բայց креститься, որոշում ունես, но у тебя есть իմ решение, կյանքը Քրիստոսինն է։ моя жизнь Христу Ես մի принадлежит. օր է ջրով էլ եմ մկրտվելու։ Я однажды в один день Բայց и водой նաև крещусь. И Մարդ պետք է также նպատակ ունենա, у человека должна быть цель, որ իր կյանքը նվիրի чтобы свою жизнь отдать, Հիսուսի մասին վկայելու։ посвятить тому, чтобы говорить об Иисусе, Հիսուսի վկան լինի։ быть свидетелем Иисуса. Փառք Աստծո, Слава Богу. որ մենք կարող ենք դա անել, Что мы можем это делать? որովհետև Սուրբ Հոգին Потому что Дух Святой, մարդկանց մկրտումը Он крестит людей հենց դրա համար սիրել է, именно для этого, որ նրանք Քրիստոսի վկաները լինեն։ чтобы они были свидетелями Христа. Ոչ թե ուղղակի միայն լեզուներով խոսեն, Они просто говорили языками. ոչ թե միայն ասեն, որ մենք հոգով лցված ենք, Они просто говорили, что мы крещены Аль выканали Духом, Христос но были и- свидетелями. Եվս մեկ հզոր Еще один, իրադարձություն կատարվեց այդ еще օրը։ одно сильное обстоятельство произошло в этот Եկեք день. վերադառնանք երկրորդ գլուխ եւ ես վերջացնում եմ։ Вернемся ко второй главе, я завершу скоро. Երբ որ այդ 3000 հոգին ապաշխարեցին,
Когда те 3000 покаялись. 41-րդ խոսքը, երկրորդ գլխի։ 41 стих, 2 глава. Գործ Կարաքելոց 2:41։ Деяние 2:41. Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին եւ այն օրը 3000-ի չափ հոգի ավելացան։ Итак, охотно принявшие слово его крестились и присоединились в тот день душ около 3000. Այդ Պենտեկոստեի օրը, В день Пятидесятницы, որը մենք նշում ենք այսօր, который мы сегодня празднуем, մի մեծ իրադարձություն կատարվեց։ произошло большое событие. Այստեղ գրված է, որ ավելացան։ Здесь написано, что прибавилось. Ում вրա ավելացան։ На ком прибавилось? Ինչի վրա ավելացան։ На что прибавилось? Իդի չէր նշանակում ավելացան։ Присоединилось. Это что означает прибавилось или Եվ присоединилось? մենք տեսնում ենք 47-րդ խոսքում։ И мы видим в 47 стихе. Աստծոն օրհնում են, բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունեն եւ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։ Хваля Бога и находясь в любви у всего народа, Господь же ежедневно прилагал спасаемых к церкви. Մենք տեսնում ենք այս 47-րդ խոսքում, Мы видим в 47 стихе, որ այդ հավաքույթը, որ հավաքվել է, что это собрание, которое было, աշակերտներն են, это ученики, 3000 հոգի ավելացան, еще 3000 прибавилось. այդ հավաքույթը կոչվեց եկեղեցի։ Это собрание было названо церковью. Ամեն։ Եկեղեցին Церковь դա այն հավաքույթն է, – это то собрание, որտեղ Սուրբ Հոգին ներկա է։ где Дух Святой присутствует. Ամեն։ Առանց Սուրբ Հոգու ներկայության Без присутствия Духа Святого եկեղեցին եկեղեցի չի, церковь не церковь, բայց Սուրբ Հոգով լցված но исполнившись Духа Святого, դա եկեղեցի это ասրելն է, церковь, որի մասին Հիսուսը ասեց о которой Иисус сказал Մատթեոս 16-րդ в գլխում, Матфея 16 главе, 18-րդ խոսքը, 18 եթե չեմ ստիխ. սխալվում, որ դժողքի զորությունը չի հաղթի։ что врата ада не одолеют. Այո, դժողքի դռները, դժողքի այդ զորությունը չի հաղթի Сила եկեղեցին, врата ада не одолеют церковь, որովհետև հաստատողը եկեղեցուն Հիսուսն է։ потому что утверждающий церковь – это Иисус. Ամեն։ Դա մեծ իրադարձություն է, Это большое որ обстоятельство, Պենտեկոստեի օրը событие, կատարվեց։ которое произошло в день Եվ Пятидесятницы. եկեղեցին И սիրելիներս, церковь դա возлюбленные հավաքույթ է, – это собрание, որտեղ հավաքվում են где собираются մարդիկ, люди, ովքեր Սուրբ Հոգով լցված են которые исполнены Духом եւ Святым եկել են նորից լցվելու։ и пришли снова исполняться. Ամեն։ Ամեն։ Այն եկեղեցին, Та церковь, որը լցված է Սուրբ которая Հոգով, исполнена Духом Святым, դժողքը չի կարող նրան հաղթել։ ад не может его одолеть. Ամեն։ Այն հավատացյալը, Тот верующий, որը լցվում է Սուրբ Հոգով, который исполняется Духом Святым, դժողքը չի կարող նրան հաղթել։ ад его не может одолеть. Ամեն։ Аминь.